Սասնա ծռեր, Բ հատոր, մասն երկրորդ, խմբագրեց ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը, աշխատակցությամբ պրոֆեսոր Կարապետ Մելիք Օհանջանյանի։ Ժ.Դ. պատում, տղա Դավիթ, պատմեց Թադևոս Առաքյալի վանքի գյուղացի Դավիթը, գրի առավ 1895 թվականին Խաչիկ Վարդապետ Դադյանը։ Տղա Դավիթ և աղջիկ Խանդուտ։ Դավթին թարիվ գովքը մենու ական չսավ, խաբարն հսավ քիլիսե Խանդուտ խանումին, քիմե էսենց թակյավոր, էսենց զորբա, էսենց ղոչաղ, էսենց խորոտ աշխար քիս մեջ չի եղեր է։ Խանդուտ խանում ասավ, ես ինչ անեմ, որ անոր պատկեր տեսնեմ, անոր բոյ բուսատ թամաշա անեմ, ես չեմ գնա, զինք էլ չի կյա։ Ահ դու դիլակ եմ արև, որ իմ բարեբար մե մարդ ճարեմ արնեմ ինձիք, էսիք ինձի բարեբար գլի։ Կանչեց մե աշուղի ասաց, աշուղ արի գնա մսր, ինձիք գովա դավթի կուշտ, քեզիք ես խդամ փող կտամ։ Քելե գովա բալքի ենիք արնես կես։ Աշուղ վեր ելավ, սաստալեց թև, կապեց հուս, ելավ ընկավ ճամպախ։ Օղտ նոր գիշեր ցերեկ դամ արեց, Խանդուտ խանում գոված թարի փարեց։ Դավիթ վերցեց ասեց, աշղ, ետ ինչ զորբա աղջիկ է, որ օղտ նոր օղտը գիշեր կգովաս։ Աշղ վերցեց ասաց, Դավիթ թագավոր, էսիկ աղջիկ շատ սիրուն, շատ գովական, շատ զորբա աղջիկ է, և քեզիք լայաղ է, շատ աղեք գլի, որ մինետ հաստեսնաս։ Աշղն ասացը մեն յանեն մարդ կուկյա ենոր տեսուն թամաշա կենե կետա։ Ինդի եսիք կետամ թակյավերն ապրած կենա, կուկյաս լավ չեսիկա, ձեր կամացն է։ Դավիթ թակյավերի սիրտ ցնծաց, բերեց մսրա օղտ տարվա խարչ խարաչ տվեց, մի աղլուղ գործել տվեց, սրտում ինչ չկեր վրեն գրել էր էդ, աղլուղն էլ խալատ բարաթով ծաղկցուց, ճամպեց քիլիսե ասեց, թե գետաս, աղլուղ կուտաս Խանդուտ խանումին կսես, թե Դավիթ էս ինչոր, էս ինչ ամսին, ղոնաղ պիտկա քեզիք պատրաստ եղնիս։ Աշուղ գնաց, խաբար տարավ Խանդուտ խանումին, աղլուղ տվեց ասաց, փլան ամսին քեզիք ղոնաղ է։ Խանդուտ խանումն ելավ ամեն բան թամեց, տուն տեղը սարքեց, նստեց փանջարի հառեչ։ Դալբուն դրա բաչքերուն ռշկած վեր ճամպան տեսավ, թե բալի հեսիք Դավիթն եկավ։ Դավիթն եկավ, ձին տարան կապեցին, իջավ օթաղ, խացկերութեն արեցին, նստան, ասին խոսին, պրծան, գիշերն եկավ պարկան քնան։ Դավիթ ուր ձերք պարզեց, թե Խանդուտ խանումի յան։ Խանդուտ խանումը բռնեց ձեր ասաց, Դավիթ ջանım, քեզիք իզին է ամա, ասաց, հա, ինչ կա, ասաց, ղուրբան, օղտ փահլավան եկած, նալբայժանի կյադուկի վրեն նստած են, ինձի ապով են եկած։ Եսիք, որ Էսոր իմ յախեն տամ քեզիք, որ եկան քեզիք ալ թարեցին, ինձի կարան, չեն ասի, զանջղ լաքյաթա։ Մսրա մեկ գյադա եկավ, դու ինչի շուտ տվեցիր քո յախենանոր ձեր։ Դավիթ էսիք խոսք խորաթա, որ լսեց, ելավ վեր ասաց, շուտ իմ ձին քաշեցեք դուս, խեցավ ձին ասաց, որտեղն է, ինձի նշանց տվեցեք։ Ենի կյադուկ ձին, որ քշեց, քերին էլ մի ծառ հուսեց ընկավ, իտև քյացին տեսան, փահլավաններ ենտեղ նստած կերուխում կնեին, կանչեց, էй փահլավաններ, ինչի եք նստել, գիտեմ, որ Խանդուտ խանումի ապով եկեք է, խեղճ եք, դարձեք գացեք, Խանդուտ խանումին ես առա, որ եմ մսրատեր Դավիթ տղա։ Շատ փահլավաններ տեսա, հմենուն էլ ատեմ, կենչ, ձերք, ոտք կռա։
Փահլավաններ, որ լսան, թե Խանդութ խանումին եսիկ առա, թիվոտան, հերսոտան, ասացին Մսրամ է գյադա տղակյա, Խանդութ խաթուն առնի, վերեք, այսօր էլ սպանենք։ Տեղերնեն էլան, թե չէ Դավիթ խասավ, օխտն էլ կապեց, օխտին էլ քի տականջներ կտրեց, զարկեց մզրախից էլ, դարձավ եկավ թե Խանդութ խաթուն։ Խանդութ խանում ռշկած տեսավ, մտքումն ասավ, բաս, էսիկ չկրցավ փահլավաններու հախենգալ, դարձավ եկավ։ Եկավ, ձիուց իջավ մզրախ թալեց Խանդութ խանումի հառեջ ասաց, եսիկ երքո փահլավաններ։ Էլի եկան օթախ նստան, կերան, խման, ուրախութեն արին, էլան պարկան քնան։ Էլի ձեռք երկնցուց թե Խանդութ խանում, էլի Խանդութ խանում ասաց, չէ որ ասի, իզինա, Դավիթ ասաց, էլի ինչ կա, խաթունն ասաց, հեյրան, ասեմ քեզիկ ինչ կա։ Լոնդբատ թակյաբեր եկած է փառագեղ, ինձի կապով, խոշունով, մեծ սարք ու սազով եկած որդուն նստծրած է գեղի կուշտ։ Խաթունը Դավթին էլի առաջուց խոսք խորաթան ասավ, յախեն ազատեց։ Դավիթ վեր թրավ տեղեն ասավ, քերի, ձին քաշի տարեթանք, ձին որ հեծավ, քշեցին դեպ հառեջ։ Խանդութ խաթուն տեսավ, որ շատ հավեսով այդ ու մտած ասեց, ափսոս էսիկ կգնա չհաղթի, գա եղնի։ Ասաց Դավիթ, որ կեթաս գնա կրեսածոր, դաստադարի կյադուկիտակ մեծ գյոզի ծար կա, գնա քյոթև, քյոթուր, են գյոզի ծարի վրեն ջրբի։ Այա գյոզի ծար կտրեց, գնա այա չէ, դարձիր եկ թողեն կեթանք։ Դավիթ գնաց կրեսածոր, Ձիուց իջավ գյոզի ծառի տակ կայնավ, քաշեց թուր կանչեց, յա Տեր Աստված, զարկեց գյոզի ծառին, պանրի պես կիսեց անցավ, ծառը չինկավ, դարձավ ուրան թուր անիծեց ասաց քյարսուն մարտի ջամդակ կկտրես, մեկ գյոզի ծառ չես կտրի, ասաց քերի ձին բերեթանք, քերին որ ձին բերավ եկավ ասաց, չելավ, մեկ էլ պիտ ջրբեմ, Կանչեց Աստված մեկ էլ զարկեց, Աստծու հրամանով մեկ համի կայնավ, գյոզի ծառ շրջվավ, էտեղ յուր թև ու թուր նոխնեց, խեցավ ձին, դաստադարի կյադուկով անցավ, գնացին փերա։ Տեսավ, որ թակյավերի խոշուն ծառի պես կայնած, հարցրեց թե լանդբատ թակյավեր որ չադիրնա կենում, ասին հրեն կանաչ կարմիր չադրի մեջ, նստած գլոխը կնտել կտա, որ էթա Խանդութ խանումն առնի։ Էսիկ խոսքեր, որ ասին տղա Դավիթ դևոտեց, ձիուն ենենք մտրակեց, կրակի պես խոշուն չադիր կողխոտեց, Դավիթ բռնեց լանդբատ թակյավեր, ուր օխտ դալլակներուն գլուխ կնտելիս, հմենուն քի թականջ կոտորեց, մզրախից էր զարկեց, մնացած խոշուն ցրվեց, խոշունի ալան խավակեց, դարձավ դեպ Խանդութ խանում։ Կյանք Խանդութ խանումից խաբար տանք։ Խանդութ խանում, որ Դավթին կճամփե շատ կափսոսա, սիրտ կմրմռա կասե, Էսիկ ջավանել չէ միճարի, հայիվ, մենակ թողեցի, մենակ ճամփեցի, շատ որ կմտմտա, վերջ կխեցնուցին, կասե կնամ քյոմեկ անեմ Դավթին, որ լանդբատ թակյավեր ձեր չինամ։ Տղա Դավիթ են յանեն Խանդութ խանում ես, յանեն իրար մե բեգյուման կբարձրանան կյադուկ, իրարը ռաստ կուկյան։ Խանդութ խանում ռշկած տեսավ, հեն է, գալիս է Դավիթ, մի կշկուր ականջներ մզրախից էր ցցած, կսե ջանım, էսիկ ինչ գոչախ մարդ է, եսիկ մի սորան ջրբեմ տեսնեմ ինչպես է սորան քաջութուն, զորութուն, կանչեց ասաց էй, տղա Դավիթ կեցիր, սավրել ես քյադագյուդի, թատ բիրը տես, որ կռիվներս կռիվ է, ասաց տեսակ են ղանջղ լաքյատեն, ես խդար մարդի կոտորեցի բավական չեղավ, եսիկ էլ են յանեն է ղրգե հարեչս։
Ջանմ գյոզում, գնա, էլ ինձիկ պետք չեն ղանջխ, գնա թող քեզիկ լինի, ասաց խոդուքյո խոշինչ ես տալի, խոյիմիք թևի զորը կարնի, տասել պիտարնեմ, չտասել պիտարնեմ, խանդուտ խանում կյադագյուդի եմ խորակ չի, էսիք խոսք խորաթեք դավթի սիրտ մրմրցուց, ասեց թատ բիրըտ տես, որ գալիս եմ, ասեց ու մեկ գյուրս թալեց դեպ կրվանիյան, որ թալեց, աղջիկ գյուրս բրնեց, նոբատ խասավ աղջկան աղջիկ թալեց, դր չղմշավ, որ դպցնի, թալեց, են յան գնաց մտավ գետին, ինչ խդար գուրզով կրվան չկրցան իրար հախուգալ, ախր Դավիթ ասաց, ձիոց իչիր գուլաշ կպնենք, իչան գուլաշ կպան Դավիթ կանչեց, յախած գինի տեր կենթանի, յամարութաբանցր աստվածացին, որ բազմեցավ վեր մեր թևին, վերցուց տնկեց գետին, աղջիկ ձերք թալեց, յուր կոչկներ արցկեց ծծեր էլան դուրս, քերին խասավ վրեն խասավ ռշկած, տեսավ խանդուտ խանումն է, Դավիթ ասաց, աստված էլ գինա, որ քեզիկ մեկ թուր պիտ զարկեմ, ավել չէ, քերին ընկավ Դավթի ձեռու ոտք ասավ, քյոտուն չավրվի, էս խդար մարդիկ կոտորիր, էս խդար փահլավան թակյավեր զայարիր, էսիք աղջկա ապով, ինդի էսիք աղջիկ որ սպանես, բաս էլ մեր գալ գնալ ինչի խամար էր, ասաց քերի չէ, որ օրթում եմ կերե, որ չսպանեմ, եսիք կմերնեմ, քերին բերեց աղջկա թուր զարկեց Դավթի ձյան բերան, գյամեր կթուտեղ, գյուրզն էլ կապեց ձյան պոչեն, աղջկան էլ խեցծուց ուրձին փախծուց, աղջիկ խեցավ ձին ձիու գյամ թողկեց, աղջիկ խանդուտ փախավ, տղա Դավիթ ետև ընկավ ետև Դավթի ձիի պոչեն կապած գուրզ, գետին պատրելով գնում է, էնորեն էսոր խանդուտ խանումի երկրյանուն փոխեց սոքմանավան, ճեղքված, քանդված երկիր, աղջիկ խանդուտ փախավ, տղա Դավիթ ետև ընկավ, աղջիկ արջևից տղա ետևից, Դավիթ խուս ու խաս էր եղեր, խանդուտ մտավ ներս, յուր խասեր, թուր թալեց, բերթի քար կիսեց, օրթումը կոտրեց, իջավ ձիուց մտան ներս, կերան, խման, պարկան, քնան, ուրախութեն արեցին, հելան վերցրին, մսր գնացին, մսրում օղտ նոր օղտ գիշեր խարսնիկ արեցին, հրանց մուրազին խասին, եսիք ելեկա ձեզիք խապար բերեցի, տղա Դավթի, աղջիկ խանդուտի հեքյատն արեցի,